Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ենթակայությամբ գործող սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնի շահառուները միայնակ և առանց խնամքի մնացած տարեցներն են։ Այս կազմակերպությունների նպատակն է կազմակերպել տարեց քաղաքացիների սոցիալական ծառայությունների տրամադրումը և նրանց կարիքների լիարժեք ու բազմակողմանի ապահովումը։ Սոցիալական աշխատողները տրամադրում են սոցիալ-հոգեբանական ծառայություններ, ինչպես նաև տրամադրում են առաջնային առողջության պահպանման ծառայություններ և առաջին անհրաժեշտության դեղորայք, համաձայն շահառուների պահանջների։ Ծրագրային կամավորներն աջակցում են շահառուներին հիգիենիկ խնամքի պահպանման գործում, ինչպես նաև աջակցում են սոցիալական միջոցառումների կազմակերպմանը։ Շրջափակումը ազդել է նաև այս ոլորտի պատասխանատուների ամենօրյա գործունեությանը։ Ոլորտի պատասխանատուներն այսօր ավելի ծանրաբեռնված են աշխատում, փորձելով օգնել բոլոր կարիքավորներին։ Մեծամասնությունը սա միայնակ են, առանց հարազատների առանց հարազատների ու մենք գնում ենք իրանց մեր խնամքը կատարում ենք, իրանք ինչ ուզում են, մենք մեր խնամքը բարեխղճորեն բոլորը կատարում ենք։ Մենք դասավորում ենք իրենց թղթաբանությամբ մենք զբաղվում, որպեսզի կտրոնները ստանանք, տանենք իրենց հանձնենք ու այդ կտրոնները ճիշտ է մեր վրա էլ շատ ազդել ծանր, մեր աշխատանք ծանրացել ավելի շուտ, որովհետև այդ կտրոնները մենք պետք է գնանք ստանանք խանութներից ու մեզ ամենքից ունենք շատ տատիկներ, մեզ համար էլ է դժվար, իրանց համար էլ է դժվար, բայց մենք հոգատարությամբ աշխատում ենք եւ բոլորը հասցնում ենք։ Սոցապից են օգնել են, ճիշտն ասած տալ ենք, տվել ենք, հետո իրանք հանգանակել ենք, հանգանակից են օգտվել, խանութներից հերթ են կանգնել, այնով որ չի ստանում, եթե չի գրված հանգանակում, խանութներով հերթ են կանգնել, արել տվել։ Չափաբաժինը ճիշտն ասած մի քիչ դժվարացել է, չկար, բայց տվել են։ Ինչ որ չափով էլի տվել են։ Կա որ մարդկա չի ստացել, չի հասցրել, բայց բերել են ուշացումը, բայց տվել են։ Երկրորդ կարգի հաշմանդամ Սուսան Բարպետրոսյանը Շուշիից է տեղահանվել։ 44-օրյա պատերազմից հետո բնակարանով ապահովել է Կարմիր խաչի կազմակերպությունը։ Կարիքները շատ են, իսկ պետության կողմից տրամադրվող կենսաթոշակը չի բավարարում ամենամսյա ծախսերը հոգալու համար։ Միայնակ կինը լավատեսորեն է տրամադրված, չի դժգոհում, կարևորը խաղաղություն լինի։ Ինձ կոմա գեներալ, первый время տեղ ընդուալ ապրալım, բայց մեր վարչակազմի ղեկավարը ինձ տղվարավ այս հյուրանոցում։ 2 տարի այս հյուրանոցում ապրում եմ։ Ինչ չի, հյուրանոցի տերն էլ լավ, շրջապատս էլ լավ, 2 ձեռնափայտերով քայլում եմ, ամեն ձևի ինձ աջակցում են։ Գոհում եմ խնամակալից, սոցիալ նախարարից, որ ինձ խնամակալը հատկացրած, իմ հարցերս լուծում է, օգնություն են տան բերում, դեղերս ստանում, բայց քանի որ դեղերս ես ստանում եմ 3 դեղ մշտական, դրանից մեկն եմ ստանում, որովհետև երկուսը ասում է չկա։ Առողջապահության նախարարն է հատկացրած այդ դեղերը, ես հեսա 10 տարի ստանում եմ այդ դեղերը։ Շուշի ամեն ամիս իմ խնամակալս քեսալա 3 դեղներ ստացալ բերել, բայց տեղափոխումից հետո որ արդեն եկալա խնամակալս հետաքրքրվալ է դեղերին հարցը, այդ վաղտվանից մի 2 անգամ 2 հատ ընտուval, երրորդը տուval չեն։ Մի էսա 2-3 անգամ էլ մենակ մի հատ ընտան։ Սոցիալաշխատողը բերում է, ինչ ասում եմ ինքը բերում է, ասած վաղտներ բերում է տամ քինա։ Չէ, ես շատ գոհ եմ, ինքն է ամեն ինչի անում։ Վերականգնողական կենտրոնու 6 ամսից մեկ քինեմ, մին ամիս ընդեղ լիչենի են անում, բեզբլատնի, առանց ոչ մի բանի, ուտելի քաղբանար պահում են, մի ամիս լիչենի սանում, մի ամսից հետո դուսկերում։ Տիկին Անժելան պատմում է, թե ինչպես են Բաքվից տեղահանվել և բնակություն հաստատել Շուշիում։ Այս տարի կորցնելով ամուսնուն մնացել է միայնակ։ Քրոջ աղջիկն է այսօր խնամում նրան։ Նելանա շատ գոհում, շատ։ Ինքը միշտ զանգում է, միշտ կյամ է, հետաքրքրում է, դեղը բերում է։ Դե ես կարեմ չմ քինամ մատանի։ Տանամ այդտիսում եմ դասի ջնշումս։ Իցրանում է կարեմ չում, գիտամ քրոջ սաղճինա։ Դե ինձ տեղ օգնում է, շատ է օգնում։ Կարմիր խաչնոր։ Ծանրուսն է տվալ։ Вечерили мин керп վերջին, просто էնատեժեր վեր գիտամ ասես ծախսերը գազն է ինգիդամ կյամա մեջեմին 35 հետո տակենսկի հացը փող չմնամ լի շատ
դժվար դրությունա Վեչինչ թող մեր ջահինին լավնի մատա խաղաղնի մերին խոկը կեմր երիտասարդ սերունդու լավնին առողջինին խաղաղ երկունքի տակ Տիկին Լավրինան նույնպես տեղահանվել է Շուշիից հարազատներ չունի ամուսինը մահացել է 2001 թվականին ամսական կենսաթոշակը բավարարում է տան վարձի եւ կոմունալ վճարների համար սնունդը ստանում է հանգանակի ծրագրից իսկ դեղորայքը բուժհաստատությունից Օգնություն են տվել, ես ասում չունի գեղում չում օգնություն են տվել, ասեք ապրել նելին միշտ շեպեթե երկուհդ կայիսելար, կնիսելար, ինչ հարկավերա, դեղորանք հապենա, առալա, բերալա, բենչումրալ, իրան զանգում տվել, ասանում է սիշպենը, վերջը կարոչում ճարին, ինքը Դաստի դենարան, հանգալատը հասեք ես անգամ միշտ տայիսել ամեն ամես տայիսել մենք հասեք ես ամեսը երևի գրացալ չիրին հանգեն կարմիր խաչնատվալ Միայնակ տարեցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը տնային պայմաններում կազմակերպելու համար ստեղծվել են դժվարին պայմաններ Կառավարությունը շարունակում է սոցիալաջակցության ծրագրերը, սակայն պատերազմից հետո շահառուների թվի աճով պայմանավորված եւ շրջափակման պատճառով դրանց իրագործումը դժվարություններ է իրենից ներկայացնում։